Հարգելի հեռուստադիտողներ, ողջունում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Եթերում կենաց հաց հաղորդաշարն է։ Մեծ հաղթանակ այս տարի նշանակալից տարի է, որովհետև նշվում է հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը։ Մարդկության պատմության մեջ տեղի ունեցել ավելի մեծ հաղթանակ։ Հիսուս Քրիստոս հաղթեց իր մահվան Գողգոթայի խաչի վրա։ Սակայն Քրիստոսը ոչ միայն մահացավ Գողգոթայի խաչի վրա, այլ հարություն առավ երրորդ օրը, կոտրելով մահվան շղթաները։ Քրիստոս հաղթեց մահին ինձ և քեզ համար։ Այսօր, հավատալով Հիսուսին, մենք կարող ենք վստահ լինել, որ մի օր մենք էլ նույնպես հարություն ենք առնելու մեռելներից և ապրելու ենք հավիտենական կյանք։ Բայց ինչպես է դա տեղի ունենալու։ Պողոս առաքյալը պատասխանում է այս հարցին Հռոմեացիներին ուղղված իր նամակում 10-րդ գլուխ 9-րդ համարը, որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես և սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես։ Քրիստոսը ցանկանում է հարություն տալ ինձ և քեզ նոր կյանքի համար։ Մինչև մարմնավոր հարություն առնելը սկզբից հոգևոր հարություն է պետք, որպեսզի նորովի սկսենք ապրելու այս երկրի վրա։ Ամեն մեկս այդ հոգևոր հարության կարիք ունենք։ Քրիստոս ուզում է իմ և քո մեռած հոգիները հարություն տալ և կենդանացնել։ Նա ուզում է հաղթել իմ և քո կյանքի մեջ, որպեսզի մենք լինենք հաղթանակը կրած Տիրոջ թիմի մեջ։ Ուրեմն հավատքի քայլ արա։ Ընդունիր հավատքով հարության Քրիստոսին և նրա զորությունը կփոխի քեզ։ Առաջի Կորինթացիների 15-րդ գլխի մեջ մենք կարդում ենք, որ ուր է մահվան հաղթանակը։ Շնորհակալություն Տեր Հիսուս Քրիստոսին, որը հաղթություն տվեց մեզ իր հարության միջոցով։ Հարության Քրիստոսը այսօր կանգնած է քո սրտի դռան մոտ։ Հարության Քրիստոսը կամենում է, որպեսզի մտնի քո կյանքի մեջ և բացի քո հոգու աչքերը, որպեսզի հոգիդ հարություն առնի, ապրելու ոչ թե այս աշխարհի ցանկությունների համար, այլ ապրի նոր կյանք Քրիստոսի մեջ, ապրի աստվածահաճո կյանք։ Այսօր մենք, սիրելի հայրենակիցներ, ավելի քան երբևիցե կարիք ունենք դառնալու Քրիստոսին։ Ամբողջ մեր ազգը, Հայաստանը, Սփյուռքը, ամենուրեք դրա կարիքը ունենք։ Հարության Քրիստոսին ընդունենք որպես Տեր և Փրկիչ, որպեսզի մեր կյանքերը կերպարանափոխվեն, որպեսզի մենք նոր մարդ դառնանք։ Գիտեք ինչ պիտի լինի դրանից հետո։ Աստված պիտի բացի իր երկինքը և օրհնության անձրևներ պիտի թափի յուրաքանչյուրիս վրա։ Պիտի տա փրկություն մեր հոգիներին և օրհնություն, հոգևոր և զանազան տարբեր տեսակի օրհնություններ։ Քայլ արա դեպի Քրիստոս Հիսուս, որը հարություն առավ գերեզմանից, որը քանդեց մահվան կապանքները և որը կամենում է հաղթություն տալ և քո կյանքի մեջ, կամենում է փրկել քո անմահ հոգին։ Շնորհակալ եմ սիրելիներ ձեր ուշադրության համար և Տերը թող օրհնի ամեն մեկիդ, որպեսզի մենք բոլորս, ամբողջ մեր ազգը լուրջ քայլ անենք դեպի խաչյալ և հարության Քրիստոսը, որը կամենում է փրկել մեր հոգիները։